Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ալպինիստները պատրաստվում են Իրանի Դամավանդ լեռը բարձրանալ։ Մինչ այս 3 անգամ նրանք կարողացել են հաղթահարել Դամավանդի բարձրությունը։ Իրանի եւ Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիաների համագործակցության արդյունքում հայ ալպինիստները հաճախ են Իրան այցելում ու այդ երկրի լեռները բարձրանում։ Ավելացնենք, որ մարզիչը իրանահայ ալպինիստ Սուրեն Ստեփանյանն է։ Սուրեն Ստեփանյանի ասելով. Կազմակերպում ենք ստետեսական դասեր, գործնական դասընթացներ, վերելքներ ենք կազմակերպում Հայաստանում, Վրաստանում, նաև Պարսկաստանում կարծել ենք 2-3 անգամ ենք։ 2 տարի առաջ հայ եւ իրանցի ալպինիստները Դամավանդ լեռը բարձրացան եւ որոշել են փետրվարին այդ դժվար, բայց հաճելի փորձը կրկնել Իրանի իսլամական հեղափոխության տոների շրջանակներում։ Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան 3 տարի առաջ վերակազմավորվեց, իսկ նրանց առաջին վերելքը եղավ դեպի Դամավանդի գագաթ տանող ճանապարհը։ Գագաթ, որի բարձրությունն է 5671 մետր։ Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը նշեց. 2012 թվականին մեր լեռնագնացները մասնակցեցին Դեմավենդի վերելքին եւ արդեն 2013 թվականին Իրանի մասնագետները լեռնագնացները մասնակցեցին Արագացում երկնային վազք Skyrunning-ի միջազգային մրցաշարին եւ պետք է ասել, որ միայն ու միայն Սուրենի լումեն է այդ միջոցառումները իրականացնելու համար։ Իրանի եւ Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիաների համագործակցությունը նաեւ առիթ հանդիսացավ, որպեսզի իրանցի ալպինիստները առաջին անգամ մասնակցեն Հայաստանում տեղի ունեցած Skyrunning միջազգային մրցույթներին։ Արագած լեռան վրա թվով արդեն երկրորդ մրցույթին։ Ժորժ Աբրահամյան, Իրանի հայկական ռադիոժամ, Երևան։